Վերջին շրջանում վարչապետի եւ նրա կնոջ հրապարակային խոսքը նոր հակառեկորդներ է սահմանում։ Ամեն անգամ, երբ թվում է, թե դրանից ավելի վատ չի լինի, Փաշինյանն ու նրա կինը գերազանցում են իրենք իրենց։ Փաշինյանի առավոտյան արված ֆեյսբուքյան գրառումը հերթական անգամ շոկի ենթարկեց հասարակությանը։ Շատերը չեն հավատացել, կարծել են ֆեյք է, բայց ունենք այն, ինչ ունենք։ Սրբազան գնա շարունակի քերուտ կնդան դոմփել ինձ հետ ինչ գործ ունես։ Այսօրվա խայտարագրառումը երեկվա կառավարության նիստում Փաշինյանի հնչեցրած մտքերի շարունակությունն էր։ Փաշինյանն ասել էր, հայ եկեղեցիները չուլանի են վերածվել։ Ես պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Բարձրաստիճան հոգևորականները կոշտ էին արձագանքել, բայց էթիկայի սահմաններում Փաշինյանը դա չէր մարսել։ Այսօր առավոտից նա մի քանի ֆեյսբուքյան գրառում էր արել, թիրախավորելով եկեղեցուն, անցնելով էթիկայի բոլոր կարմիր գծերը։ Քաղաքացիները, որոնց թվում էր, թե այլևս ոչնչով հնարավոր չէ զարմացնել, շոկի են ենթարկվել։ Նիկոլ Փաշինյանը մարդավոր Նիկոլ Փաշինյանի մասին կարծիք հայտնեմ։ Գլուխը պատա տալիս Նիկոլ Փաշինյանը կներեք։ Мой муж армянин, я очень уважаю с детства. Мои дети крещенные по-армянски. Я сразу ушадрицун чем дарцун. Вообще ухожу от этого. Не люблю. Все, что есть, все прекрасно. Надо радоваться жизни. Արդեն իրան պատիվ չի տալիս։ Նիկոլ Փաշինյանը ընկել է իր հետևից։ Ոնց կարելի է եկեղեցում կամ դե բաներ ասի։ Չեմ անում, ես համաձայն չեմ իր հետ։ Բարդացել եք, տեղյակ եք ինչ է գրել այսօր։ Չէ, ինձ ասեցին նոր։ Ես էլ մրթովեցի ահագին։ Ես ընդհանրապես չեմ հարգում այն մարդուն, որ ոչ միայն եկեղեցու, այլ ընդհանրապես հայհոյանքով է խոսում։ Դա տղամարդուն հարիր չէ։ Ինքը իրան շատ լկտի է պահում իր այդ ասացվածքով։ Եկեղեցուն ոնց կարելի է նման բան վերավորել, որ ինքը վարչապետն է Հայաստանի Հանրապետության։ Նման բան չի կարելի։ Ինքը շատ լկտի մարդ է իր այդ ասացվածքով։ Եկեղեցու հանդեպ վիրավորանք չի կարելի։ Ուրիշ ոչ մի բան։ Դա վարչապետին վայել բան չի։ Նիկոլո Մարսյան Նիկոլո փշացած կենթանի է։ Նա հայ չի 100%։ Նա թուրքի բարեկամ է, թուրքի ծնունդ է։ Այդքանը նա երևում է։ Դե սխալ է, ինչի պետք է հայուի։ Ինքը պետք է այցելի եկեղեցի, որ իմանա եկեղեցին ինչ է։ Ինքը շատ սխալ է։ Ես դրա համար շատ դեմ եմ։ Երեք լուրերով լսել եմ, ես չեմ ուզում իսկականից որ իր մասին խոսամ բադ բան է։ Շատ սխալ մնալ է գա։ Եկեղեցը մնամա եկեղեցի։ Պրոստո Փաշինյանը թուրքատար համարի ասում, հորշոշում։ Կային մարդիկ, ովքեր դեռ չէին հասցրել ծանոթանալ տխրահրճագրառմանը, ներողություն խնդրեցինք ու ցույց տվեցինք վարչապետի ֆեյսբուքյան գրառումը։ Տեղյակ չեմ հայոյանքը։ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան։ Խոսքեր չունեմ, այդ սիրա գրվածն է։ Սխալ է։ Պետք է հավատքից ինֆորմացված լինի, որ հասկանա, որ այս բաներ չի կարելի։ Ուղղակի աստծո զայրույթն է շարժում, սխալ է։ Իրոք նորա ասեցին չի հավատում, բայց ես կարծած հավատում եմ, մետի ղեկավարի ասած բան չի։ Իրան չի սազում այս բաներ ասել։ Մենք բոլորս իրան ընտրեցինք, բայց հիմա նա ինչ առաջ են կանգնում։ Ինձ այդեր գործունես։ Ինչ ասեմ երիտասարդ։ Հիմա շատ լավ էր, ես միշտ էլ իրեն ընտրել եմ, բայց հիմա ոչ կընտրեմ ոչ բան։ Որովհետև այնպես բաներ են ասում, խոսում, որ եւ շատ անտանելի բաներ։ Հայ դե դա դրամարդ։ Դա ինչ մարդ է։ Չէ, նա թուրքի բարեկամ է, եղբայր է, նա հայ չի։ Հայ հանրությանը կրթող Աննա Հակոբյանն է շտապել ամուսնուն սատարող գրառումներ անել, սպասելի էր, ասում են քաղաքացիները։ Նա իր հրապարակային բառապաշարով ամուսնուն չի զիջում։ Ոչ Աննա Հակոբյանն է արժանի մեր ժողովրդին, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը։ Կրթելու ձևը դա է, այդպես անպատվելով, հա, դա կրթելու ձև չի։ Եթե ինքը ընտանեկան շատ բաներ չի ստացել, գոնե ինքնազարգացումով զբաղվի, որ հայհոյանք չտա։ Իմանալով ինչ վիճակ է երկրում տիրում, սովորական է էլի։ Միշտ էս վերջերս եղել է էլի նման բաներ։ Իրար վիրավորել, իրար ասել։